Քանի որ նախադպրոցական կրթական հիմնական ծրագիրը ենթադրում է թեմատիկ ուսուցում եւ այդ գործընթացում կարեւորվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի եւ մեթոդիստի ակտիվ մասնակցությունն ու վերահսկողությունը, առաջացավ հետեւյալ աշխատանքն իրականացնելու գաղափարը։ Խմբային հայտը նպատակ ունի ապահովել տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ միասնական մոտեցումների ձևավորումը թեմատիկ ուսուցման արդյունավետ կազմակերպման համար։ Պարապմունքն անցկացվել է ԽԻԿ համակարգով։ Խթանման փուլում սաները դիտել են անտառի մասին պատմող տեսանյութ, որից հետո հարցեր եւ հարցադրումներ մեթոդով քննարկել ենք այն։ Սաներից մի մասին անտառի մասին որոշ տեղեկություններ անծանոթ էին։ Իմաստավորման փուլում սաներին գիտելիքներ հաղորդվեցին անտառի կենդանական եւ բուսական բազմազանության, անտառի դերի եւ նշանակության, ինչպես նաեւ դեկորատիվ ծառատեսակների, դրանց կառուցվածքին բնորոշ հատկությունների մասին։ Ամրապնդվեցին անտառում ապրող վայրի կենդանիների, բնության մեջ դրանց տարածվածության մասին սաների պատկերացումները։ Ուշադրման փուլում խաղային մեթոդով սաների հետ միասին ստեղծեցինք անտառին բնորոշ հատվածներ՝ կաղնուտ, սոճուտ, թփուտ, բացատ, խոտերի մեջ աճած սնկեր։ Պարապմունքի ողջ ընթացքում ապահովեց սաների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք ներգրավվածությունը։ Աստղաթափ մեթոդով գնահատվեցին սաների գիտելիքները։ Հաջորդ օրվա պարապմունքը սկսեցինք խաղային իրավիճակով։ Անտառապահը դիմում էր երեխաներին, խնդրելով օգնել իրեն կատարել ծառերի երկարության չափում։ Մտագրող մեթոդով վերհանվեցին սաների գիտելիքները չափումների մասին։ Երբ անդրադարձ կատարվեց մետրով չափմանը, սաներին առաջադրվեց խնդրահարույց իրավիճակ։ Ինչպես կարող է անտառապահը չափել ծառերի երկարությունը, եթե նա մետր չունի։ Սաները տարբեր վարկածներ առաջարկեցին, որից հետո քննարկեցինք չափման տարբեր եղանակները եւ դրանց առանձնահատկությունները՝ թզաչափ, ոտնաչափ, մատնաչափ, չափում ընտրված չափանմուշով։ Յուրաքանչյուր տարբերակը կիրառելիս
Սաները առանձնացնում էին քանակին համապատասխան հաշվեձողիկներ։ Պարապմունքն ամփոփվեց աստղաթափ մեթոդով, ինչը սաներին շատ դուր եկավ։ Սաներին ներկայացվեցին այն դեպքերը, երբ բնության պահպանության համար մարդիկ իրենք են նախաձեռնում ստեղծել անտառներ, տնկել հազարավոր ծառեր, սակայն միշտ չէ, որ այդ նույն մարդիկ ցուցաբերում են հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել կանոններ, որոնք արգելում են մարդկանց մուտքը անտառային տարածքներ։ Այդպիսի տարածքները կոչվեցին անտառ արգելոցներ։ Իրականացվեց քննարկում մարդկանց անբարեխիղճ պահվածքի հետևանքով անհետացման եզրին գտնվող կենդանիների մասին։ Այդ կենդանիները այսօր գրանցված են Կարմիր գրքում։ Հաջորդ ծեփակերպման պարապմունքին, որպես բաշխիչնյութ, բացակայում էր ծեփանյութը։ Այս ամենը երեխայի համար խնդրահարույց իրավիճակ էր։ Քննարկվեց, թե ինչից կարող են ծեփել։ Պատասխաններն էին՝ խմոր, հող, թացավազ, կավ։ Պատասխաններից հետո երեխաներին ցուցադրվեց մի տեխնիկա, որով կարող են ստանալ ծեփանյութ։ Պարապմունքի ընթացքում երեխաները պատրաստեցին նաև իրենց օրինակելի կարմիր գիրքը։ Աշխատանքի ընթացքում նրանք ծանոթացան Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, ուսումնասիրեցին դրանց նկարները և խոսեցին յուրաքանչյուր կենդանու առանձնահատկությունների մասին։ Ընդհանուր առմամբ պարզ դարձավ, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին աշխատանքին։ Նրանք ծանոթացան տարբեր տարածաշրջաններում ապրող կենդանիներին, իմացան, թե որտեղ են դրանք բնակվում, ինչով են սնվում և ինչու են հայտնվել Կարմիր գրքում։ Յուրաքանչյուր կենդանու մասին երեխաները քննարկեցին նրա առանձնահատկությունները և կարևորությունը բնության մեջ։ Հաջորդ պարապմունքն անցկացվեց Հայաստանի բնության պետական թանգարանում։ Սաները նախ ծանոթացան թանգարանում վարքի կանոններին, ապա մասնակցեցին կրթական ծրագրին։ Թանգարանի էքսկուրսավարը նրանց ներկայացրեց Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը, Կարմիր գրքում ներառված կենդանիներին և թռչուններին։ Սաները ցուցաբերեցին մեծ ակտիվություն, պատասխանելով բնության պահպանության, հայկական լեռնաշխարհում ապրող կենդանիների մասին հարցերին։ Շատ ոգևորվեցին, երբ տեսան, որ իրենց կերպարվեստային գործունեության ժամանակ ստեղծած կոլաժները շատ նման են թանգարանում ցուցադրված կենդանիների կացարաններին։ Հաճույքով խաղացին ճանաչիր կենդանուն դիդակտիկ խաղը, էքսկուրսիան ավարտվեց ներքին և արտաքին շրջաններ մեթոդով, որի ժամանակ ամփոփվեցին ամբողջ շաբաթվա ընթացքում սաների ստացած գիտելիքները։